ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսեք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես հետևողականորեն այս իշխանությունները, այսպես քաղաքական իրենց կեղտոտ ոտքերով մտնում են մայրաթոր, փորձում են մեր եկեղեցին կազմաքանդել վերջնականապես։ Եվ մենք նախորդ շաբաթ ականատեսը եղանք այս 2 օր առաջ ընդամենը այս պատկերին, երբ մի խումբ սրբազաններ, եպիսկոպոսներ գնացել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ցավով նրանց թվում էր նաև Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ինչպես է գնահատում այս պատկերը, որ կա եւ այս եկեղեցու դեմ այս հետևողական արշավը։ Երկու հիմնական շեշտադրում արեցիք, ես էլ շնորհակալ եմ, որ չեք մոռանում ինձ, ես էլ եմ ողջունում ձեզ եւ մեզ հետևողներին, երբ ես տեսա առաջին պատկերը, մտածեցի, որ հոգևորականների այս խումբը իր պարտքն է համարել դիմել Հայաստանի իշխանություններին, ոչ միայն անձամբ Նիկոլ Փաշինյանին, մի խնդրանքով, առաջին չխառնվել եկեղեցու գործերին եւ երկրորդ փոխել գալանք խափանման միջոցը իրենց հոգևոր եղբայրների համար, որովհետև երբ սրբազաններն ասպարեզ են իջնում, իմանալով, որ ունեն բանտարկված ընկերներ, արդար թե անարդարը տեսեք թողնում եմ, ես խոսում եմ միայն խափանման միջոցի մասին։ Այդ դեպքում նրանց առաջնահերթ խնդիրը պիտի լինի իրենց ընկերների ազատություն վերադառնալը։ Դա իհարկե հարաբերական ազատություն է, որովհետև խափանման միջոցի փոփոխությունը չի նշանակում, որ մեղադրանքը հանվեց, բայց դրա մասին խոսելը շատ պատասխանատու է, դրա համար ես միայն խափանման միջոցի մասին եմ խոսում, այլապես իրենք նմանվում են Հայաստանի այն պաշտոնատարներին, որ կարող են, ուզում եի շատ վատ բառեր ասել, վնգստալ, խրխրացնել խաղաղություն բառի մասին, կարող են արտաբերել խաղաղություն բառը այն դեպքում, երբ անառարկելի ապացույց կա, որ Հայաստանը պատերազմական վիճակի մեջ է։ Այս գաղափարը ես վաղուց եմ ասել, որ երբ ունես պատաններ խաղաղության մասին խոսելն ավելորդ է, բայց երեք այս բանը չեմ հիշում ով էր, բայց գրագողությամբ երբեք չեմ զբաղվել, իմ ունեցածն անգամից շատ է։ Մեկն ասած համացանցում եմ լսել, ասում է պատերազմի բաղադրիչներից մեկն այն է, որ պատերազմի հետևանքով լինում են ռազմագերիներ։ Այսինքն, եթե կան ռազմագերիներ, նշանակում է դու պատերազմական վիճակի մեջ ես։ Եվ այդ պարագայում խոսել խաղաղության մասին նշանակում է լինել ամենատգետ, ամենանենգ եւ ամենապիղծ մարդը, մարդ, որը համարձակվում է օգտագործել նաեւ պետական լրատվամիջոցները, հանրային լրատվամիջոցները մարդկանց մտքերը պղծելու համար։ Կրկնում եմ, դա իմ միտքը չէ, բայց շատ դիպուկ է ասված։ Պատերազմ նշանակում է իրար վրա կրակել, պատերազմ նշանակում է գերիներ վերցնել եւ այլն եւ այլն։ Ուրեմն եթե կան գերիներ, պատերազմը շարունակվում է։ Այնպես որ բոլոր նրանք, ովքեր լսում են եւ լսում են այդ անշնորհքների կողմից խաղաղության բառը եւ այդ բանը չեն ասում թուք ու նամուսին, այդ մարդիկ թող իմանան, որ իրենք լավագույն դեպքում դժբախտ անգրագետներ են։ Ինչ վերաբերում է ես հոգևորականների առաջին մասին խոսեցի։ Ինչ վերաբերում է մայր աթոռը մաքրելու առաքելությանը, այստեղ է ասված։ Ասում է քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի շունն ես տեսնում։ Ես հստակ ասել եմ, չարակամություն չկա, թշնամություն չկա, ասել եմ Նիկոլ Փաշինյան գնա եկեղեցի, մեղքերիդ համար թողություն խնդրի, բայց զուգահեռաբար գնա դատախազություն, խոստովանիր քո հանցավոր գործողությունները։ Դու ինձնից ստացել ես 7, վերջերս նաև 8-րդ նամակը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Դու սկսած լինելով սահմանադրական բարեփոխումների հետո նոր սահմանադրության գործընթացը պարտավոր էիր բոլոր առաջարկներին ընթացք տալ, այն էլ անկախության պայքարի առաջնորդին։ Այն մարդուն, ում մասին դու ասել ես, որ վերջը շատ քեզնից անկախ շատ լավ խոսքեր ես ասել, որ հայ իրականության մեջ ամենաչգնահատված անձը Հայրիկյանն է, ասել ես։ Հիմա դրա հիման վրա պիտի ասեիր մի հատ նայեք, չէ՞, դիմում։ Դու 7-8 անգամ, այսինքն
բազմակի ռեցիդիվ անգամներ ծանր հանցագործություն ես կատարել իշխանության չարաշահում հետին նկատառումներով դու մի հատ քեզ նայ դու քո գործերով զբաղվիր ես անկեղծ որ ասեմ մտածում եմ որ որպես պետական գործիչ քաղաքական գործիչ որևէ մեկ եթե պիտի խոսի եկեղեցական համակարգի մասին միայն մի դրվագ կա որտեղ խոսելու իրավունք ունի դա այն է թե կաթողիկոսի ընտրություններում պահպանվել են մարդկանց իրավունքները չի եղել կոռուպցիոն դրսևորում եւ այլն ես դրանով էի անհանգիստ ասում եի չնայած այդտեղ էլ լավ չի որ միջամտի ինչ վերաբերում է նրան որ հոգեվորականները ինչ որ սեփական կեցվածք են դրսևորում դա իրենց իրավունքն է իրենք հոգեվոր խորհրդի անդամ են նաեւ այն բանի համար որ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեն բայց երբ իրենք գնացին այն մարդու մոտ որը մեծագույն մեղսագործն է հոգևոր կյանքի առումով հիմա դա էլ կհիմնավորեմ նրա մոտ ու նրանից ինչ որ բաներ են ակնկալում եւ խոսակցության մեջ չկա տարրական խնդրանք դա խնդրանք էլ չի կոչ հարգում եք հարգեք պարոն վարչապետ ձեզ շատ ենք հարգում գիտեք մեր հոգևոր եղբայրները կալանքի տակ են փոխեք նրանց խափանման միջոցը մենք երաշխավորում ենք ձեր խոսքը չի մերժի որևէ դատարան դուք եք դրա մասին հրապարակավ ասել ինչ վերաբերում է այդ մեծ մեղադրանքին ասեմ դուք էլ ուշադիր լսեք հիմա դիմում եմ ուղիղ Նիկոլ Փաշինյան մի քանի անգամ վերջերս պատարակ ես այցելում պատարակների ժամանակ գետինը չես մտնում երբ խոստովանության եզրափակիչ մասում ապաշխարության ասվում է Տեր Աստված մեզ ների նաև մահացու մեղքերի համար եւ առաջինը նշվում է հպարտությունը դու որպես վերջին սրբապիղծ հարյուրավոր անգամներ դիմելով Հայաստանի քաղաքացիներին նրանց բոլորին ասում էիր Հայաստանի հպարտ քաղաքացիներ ասեն դու պղծում էիր տեսեք ասում եմ առաջին մահացու մեղքը դու պիտի գետինը մտնեիր մի հատ հատուկ գնայիր այդ քո կեցվածքի համար ես չեմ խոսում դուխով եւ մյուս այլանդակությունների համար դու ընդհանուր առմամբ պղծություն ես ես երբեմն զարմանում եմ որ կարողանում եմ քեզ ասենք քրեական իրավունքի պատասխանատուն նկատել որպես մարդ որը կարող է սխալ թույլ տալ եւ գնալ այդ սխալները փորձել ուղղել այնպես որ կարծում եմ բավական ընդգրկուն պատասխանեցի ձեր հարցին ինքը ոչ բարոյական իրավունք ունի ոչ էլ իրավական իրավունք իսկ հոգեվորականների համար ցավում եմ Տեր Վրթանեսի բարակայում էլի Արցախի թեմի առաջնորդը ոնց գնաս քո հայրենիքը հանձնած մարդու ձեռքը բոլորիս հայրենիք ավելի շուտ Եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարած լիներ որ օրինակ եմ ասում բասկերը ինքնորոշման իրավունք չունեն նույնիսկ այդ դեպքում որևէ հոգեվորական պիտի ավելորդ համարեր նրան տեսնելը առանց նրա ներողության խոսքի իսկ այստեղ խոսքը վերաբերում է Արցախի ինքնորոշմանը Եվ այդ Արցախի ինքնորոշման իրավունքը աշխարհի կողմից ընդունված էր այլապես աշխարհը Մինսկի խումբ չէր ստեղծի ու բանակցություններ չէր վարի իրենց արդարացնելու համար որոշ նախկին քաղաքական պետական գործիչներ խոսում են այն բանի մասին թե աշխարհը չէր ճանաչում դե մի ստա խոսել դուք եք չճանաչելով Մինսկի խումբ էր ստեղծում բանակցություններ էր կազմակերպում այնպես որ ես ցավում եմ կրկնում եմ ցավում եմ այդ հոգեվորականը մեր մեծ միջոցառումներից մեկի ժամանակ ոչ միայն կուսակցական ընդգրկումով, այլ տարբեր կուսակցությունների վեհապարի կողմից ուղարկվել էր, որ ինքը օշնի միջոցառում, այսինքն ինքը եղել է վեհապարի, այո, ինքը եղել է վեհապարի բնականաբար այդպես է կարգը աշխատակազմի անդամներից մեկը, ես աշխարհիկ լեզվով եմ ասում Կրկնում եմ, գոնե միտեղ պիտի թողնեին իրենք, ասենք ես մտածում եմ, որ գոնե հետո կասեն, գիտեք, մենք գնացել ենք այդ հանդիպմանը, այնտեղ տարբեր հարցեր բարձրացվեցին, մանավանդ նրանք, ովքեր որ չեն ստորագրել։ Մենք ուզում ենք տեսնել կա հնարավորություն մեր կալանավորված ընկերների խափանման միջոցը վերաբերյալ, բայց չեն ասել։ Ու այս իրականության մեջ, երբ այս մարդիկ լինելով ազատության մեջ գնում են կանգնում են Նիկոլ Փաշինյանի ձեռքն են սեղմում, նստում են իր հետ մի սեղանի շուրջ, դրան զուգահեռ մեր բանդված սրբազանները, Միքայել Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Բագրատ Սրբազան, իրենց խոսքն են փոխանցում, որ անսասան մնանք մեր հավատքի, մեր եկեղեցու կողքին։
Դե բնական է, հոգևորական կա, որ իր պարտականությունն է կատարում անկախ ստեղծված իրավիճակից, իրեն պարտադրված իրավիճակից, մարդիկ էլ կան, որ ի սկզբանե պարզապես հոգևորական են դարձել գուցե իրենց էությանը հակադրվելով եւ ինչ որտեղ իրենց կամքից անկախ։ Կարծում եմ ավելին այս թեմայով իմաստ չունի։ Ամեն դեպքում, պարոն Հայրիկյան, մենք որպես քրիստոնյա հավատավոր ժողովուրդ ինչ պետք է անենք, մեր քայլերն է, որովհետև այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը շատ արագ, շատ վստահ, փորձելով ներսի դոսներով, հուդաներով քայքայել առաքելական եկեղեցին, իր մոտ ամեն ինչ արագ է ընթանում, ինքը քաղաքականապես մտել է մայրաթոր եւ փորձում է ներսից ավիրել։ Մենք որպես հայ ժողովուրդ։ Գիտեք, եթե ես եւ դուք զրուցելու լինեինք, ես շատ բաներ կասեի, բայց քանի որ խոսում եմ մարդկանց հետ, իսկ ես միտքը բազում անգամներ ասել եմ, մենք նմանում ենք նրան, ով օրինակ ֆուտբոլ է խաղում եւ միայն մտածում է իր դարպասը պաշտպանելու մասին։ Այսինքն հակառակորդը ինչ որ անում է, կամ շախմատ է խաղում, ինքը ոչինչ չի նախաձեռնում։ Ինքը սպասում է թե դիմացին ինչ խաղի, որ դրանց արձագանքի։ Այսօր երբ դուք ինձ հիմա առաջարկում եք խոսել Նիկոլ Փաշինյանի նաև այս ոլորտում արած գործունեությունների մասին, ես իմ գնահատականը տվել եմ, քանի ինքը հրապարակավ չի ապաշխարել, ինքը ինձ համար պղծություն է։ Եվ ցանկացած բանական մարդու համար պիտի պղծություն լինի։ Մարդ, որ հայտարարում է, որ Արցախը մերն է եւ վերջ, հետո պատերազմի ժամանակ հայտարարում է, որ մենք ուժ չունենք, այսինքն մատնում է, ասում է, ով ինչ կարող է վերցրեք խոհանոցներից գնացեք ռազմաճակատ, իրականում դու զորահավաք անգամ չես կազմակերպել համընդհանուր։ Հետո գալիս ասում է Արցախը մերն է եւ վերջ, զուգահեռաբար Արցախի հետ մենք գործ չունենք։ Այսօր չարաչքով են այուն բոլոր նրանց, ովքեր Արցախ բառն են հրատարակում։ Ազգային սրբություններն անտեսում է դրա մասին խոսելը արձագանքելով նրա գործողություններին, դա նշանակում է խաղալ նրա խաղը, ոչ մի կարգին մարդ չի աշխատում հակառակորդի, մանավանդ օրինախախտ հակառակորդի կանոններով կամ նրա թելադրած օրակարգով։ Դրա համար ես հստակ ասել եմ, ես ձեզ բոլորիդ ներկայացրել եմ բոլոր քաղաքական գործիչներին, որի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք գործ ունենք քրեական օրենսգիրքը կոպտորեն խախտած, հանրությանը մեծագույն վնասներ պատճառած անձի հետ։ Իմ բազմաթիվ խոսակցությունների արդյունքում նրանք հիմա ըստ Արդարադատության նախարարի խոսքերի, գիտեք, վերջերս հանդիպեցի հետը եւ ներկայացրի հիմնավոր մեղադրանքներ, որ այդպես աշխատել չի կարելի։ Դուք քրեական օրենսգրքի տիրույթում եք գործում արդեն։ Եվ ինքն ասաց, որ այդ վնասների մասին, որ դուք խոսում եք, որ 200 միլիոն դրամից ավելի աշխատավարձներ ենք տվել, մենք այդ հանձնաժողովը լուծարել ենք։ Ասում եմ նրանց ցից աշխատավարձները պահել եք չկատարած աշխատանքի համար։ Այսինքն այդ բոլորը հանցագործություններ էին։ Հիմա մենք երբ ունենք հիմնական մեր անելիքը, եւ դա այն պրիմիտիվությունը չէ, որ ասում են Նիկոլը պիտի հեռանա։ Բոլոր նրանք, ովքեր ասում են Նիկոլը պիտի հեռանա, երազում են, որ իրենք գան նրա փոխարեն։ Մինչդեռ զուգահեռաբար պետք է հստակ ունենալ Հայաստանում իշխանությունը իսկապես պետք է պատկանի քաղաքացիներին։ Ինչ ձևով Հայրիկյանի բացարձակ ժողովրդավարության սկզբունքներով ձևավորված սահմանադրությամբ 16 կուսակցություն ժամանակին հավանականություն տվել են, 17-րդն էր տվել, հետո հետ կանգնեց, չգիտեմ հիմա գործակալ են, վախկոտ են, տգետ են, բայց ինչև է 16 քաղաքական ուժ տվել է այդ համաձայնությունը։ Այստեղ պետք է բոլորով համախմբվենք, հիմա էլ ուժ չի։ Մարդիկ խոսում են ընտրությունների մասին, դրան էլ են պատրաստ, դա էլ քաղաքական պայքարի ձև է, բայց մենք չպետք է խաղանք բոլորիս կողմից, բոլորիս որ ասում եմ ոչ ծախուների եւ ոչ տգետների։ Կան տգետներ, որ վերլուծությունների ընդունակ չեն, օրինակ հարկային տերորը համատարած տեսնում են, բայց ասում են դե երևի պետք է էլի, քանի որ, բայց ինչ իրավունքով է։ Բայց իրենք ասում են, այդպես են ասում։ Ու նույնիսկ մոռանում են 100%-ով։ Ինչ 100%-ով։ 800%-ով է միջինը բարձրացել գույքահարկը։ Այդպիսի բան աշխարհում տեղի չի ունեցել, այս է սոցիալական պետություն է։ Իմ մասին չեմ ասում, իմ հանդեպ հատուկ են անում ամենաստոր ձևով։ Մարդիկ կան ասում են, քեզ չեն հետապնդում, հարցնում են։ Սրանից ավելի ինչ հետապնդում 50,000%-ով, այսինքն 500 անգամ գույքահարկս բարձրացվել է։ Երեք ես դիմեցի ֆինանսների նախարարություն, ասում եմ, եթե դուք այսպեսին եք, ուրեմն տվեք ինձ հասնող իմ գումարները։ Այսինքն ես որպես բռնադատված իրավունք ունեմ 18 տարիների 20 տարի 3 ամիս ընդհանուր,
բռնադատման տարիների համար փոխհատուցում ստանալ։ Ուրեմն ես այդպես մի հիմնական միտք էի զարգացնում, այդ հիմնական միտքը հետևյալն է. հենց այսօր պետք է զուգակցել ապիկար իշխանությունների հեռացումը իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու գաղափարի հետ։ Դրա համար հստակ դիմել եմ։ Գիտեք, շարքային քաղաքացիներ հարյուրներով դիմել են, ցուցակագրված են ինձ մոտ, որ պատրաստ են ինձ աջակցել։ Քաղաքական ուժերի ղեկավարները, նրանք որ քաղաքականություն են մտել, ես նկատում եմ նախորդ սերունդը, հիմնականում շնորհիվ այն ճիքերի, որ մենք ենք գործադրել, այսինքն Հայաստանը դարձնել անկախ ժողովրդավարական պետություն։ Այդ գաղափարը այնպես չի, որ համատարած է եղել։ Դա որոշակի աշխատանքի նաև արդյունք է։ Ու հանկարծ այդ մարդիկ արձագանքնել անգամ համարում են բան։ Դե լավ, մենք կգնանք լսումներ կազմակերպենք, մենք կգնանք ցույց կանենք բողոքի, մենք մարդկանց կհամոզենք ոտքի կանգնել, բայց կա իրավական ճանապարհ։ Եվ ձեզ այս բանն ասողն են մարդն է, որ ժամանակին իրավական ճանապարհի օգնությամբ ինչ որ բանի հասցրել է հայ ժողովրդին։ Այնպես որ շատ սխալ է մտածել, թե մենք ի պատասխան այս կամ այն դավադիր քայլը ինչ պիտի անենք։ Եթե մենք միայն դրա մասին ենք մտածում, ընդհանրապես արձագանքող ենք, մինչդեռ իմ մոտեցումը միշտ եղել է եւ հիմա էլ մնում է նախաձեռնող լինելը։ Այս իրականության մեջ շարունակում են Հայաստանի բանտերում մեր հայրենակիցները, դիմադիր Հայաստան ունեցող մարդիկ հետապնդվել առողջական ծանր վիճակում, անգամ նրանց բանտված են պահում։ Այս իրականության մեջ Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգել մեր հայրենակիցներին, մեղադրական վճիռների փուլը այլևս դատավարությունը մտել եւ գիտենք բոլորին կարող ենք ասել ցմահ ազատազրկում էր Ադրբեջանի ժամանակություն ցույց չի տվում 65 տարեկանից բարձր մարդկանց ցմահ դատապարտել, բայց այն թվով որ ուզում են իրենք դատել, ըստ էության ցմահ է այս մարդկանց համար, ու իրենք դեռ շարունակում են խոսել, նախ խնդրեմ գերիների մասով ձեր տեսակետը, շարունակում են խոսել խաղաղությունից, չնայած ձեր խոսքից լուծում ամեն դեպքում մի փոքր անդրադարձակ։ Գիտեք, խոսքը վերաբերում է նրան, որ մենք, այո, անթույլատրելի համարելով քաղաքականավորների արկայությունը բանտերում, մանավանդ նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, որովհետև դա արդեն պատիժ է։ Մենք դա անթույլատրելի համարելով անգամ այս դեպքում պետք է դա համարենք հետևանք խնդիր։ Եթե Հայաստանում իշխանությունը պատկանի ժողովրդին, քաղաքացիներին եւ ոչ թե բառերով, այլ կոնկրետ սահմանադրությամբ նախագծով, որը 14 թվականից շրջանառության մեջ է։ Ինչ է նշանակում, որպեսզի մարդիկ դա հասկանան։ Ով որ գնաց ընտրության ներկայացուցչական մարմիններում, համայնքներում կլինի թե համահայկական ազգային ժողովի։ Այդ մարդը վստահ տեսնում է, որ իր ձայնը հասավ պարլամենտ։ Այս արգելքները եւ այլ վերանում են։ Խորհրդարանը ընտրվում է 2 տարով, վարչապետը ընտրվում է առանձին նույնպես 2 տարով։ Երկրի նախագահ են բոլոր քաղաքացիները։ Այդ նախագահներն են, որ ասում են, ես իմ գործերով եմ զբաղվում, դու կգնաս օրենք կգրես, որոշումներ կընդունես, դու ել կգնաս գործադիր իշխանությունը կառավարես։ Նրանք էլ ընտրում են դատավորներին։ Շատ ես հասարակ բանն եմ ներկայացնում, բայց սա մաթեմատիկական բանաձևով ստացված արդյունք է։ Այսինքն նախ բանաձևն է գրվել, թե պետական համակարգը ինչպեսին պիտի լինի, որ քաղաքացիները զգան, որ իրենք են տերը։ Հետո նոր դրա հիման վրա այս պարզ ձևակերպումներն եմ տալիս։ Ուրեմն եթե մենք այդ ուղղությամբ աշխատում ենք սրընթաց, ոչ մի Գալյան, ոչ մի Փաշինյան չեն կարող մեր դիմաց կանգնել։ Դու ստեղծել ես հանձնաժողով, լավ, մեկ կուսակցության առաջարկ ես տալիս, մեկ մարդու առաջարկներն ես քննարկում։ Ահա քեզ 16 քաղաքական ուժերի առաջարկը։ Թող բոլորը միանան այդ գաղափարի շուրջ, եթե ազնվեն։ Իմիջիայլոց բոլոր նրանք, ովքեր որ երկիրը քաղաքացիներին պատկանելու այս առարկայական նախագծին դեմ են, դրանք վտանգավոր են։ Օրինակ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը չի միացել այս նախագծին, ովքեր էլ որ նրա անունից հանդես գան, կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի, պիտի մի հարց տակ։ Դուք ինչի եք դեմ, որ երկիրը պատկանի քաղաքացիներին, դուք ելի եք ուզում հաթոռ ստանալ։ Չէ՞ որ այդ նախագիծը ներկայացրել են մարդը, որը անմիջականորեն նպաստել է, որ Հայաստանում լինի ժողովրդի կողմից ընտրված նախագահի պաշտոն։ Դուք դա գիտեք։ Եվ օգտվել եք դուք դրանից։ Ինքը ոչինչ չի ստացել։ Հիմա էլ այդ նույն մարդը ասում է, լսեք, ինձ էլի ոչինչ պետք չի։ Այն բանտերի փառքն ու երանությունը, որ ես ստացել եմ, ես այնտեղ այնպիսի մարդկանց հետ եմ ծանոթացել, այնպիսի հայտնագործություններ եմ արել, այնպիսի երգեր եմ գրել, որ դուք սերունդներով պիտի երգեք, ել չեմ խոսում ծրագրերի գաղափարների մասին։ Ինչևէ, հիմա մենք պիտի կենտրոնացած ուզում ենք հիշեք մի դեպք միայն։ Թրամփը, աշխարհի ամենահզոր պետության նախագահն ասում է, դուք այնտեղ քրիստոնյա գերիներ ունեք, չէ՞։
Ես առաջ մտածում եի գուցե դա չարաշահում են, բայց հիմա այնքան մարդիկ միջազգային նաև ասպարեզում ճանաչում ունեցող լրագրողներ դրա մասին խոսեցին, որ ձեր երկրի վարչապետն ասել է, չէ, այս հարցը հիմա չբարձրացնենք։ Հիմա լավագույն դեպքում ասում են հիմա, առաջ ընդհանրապես ասում են այդ հարցի մասին չխոսենք։ Դա ինչ է նշանակում։ Որ սա էության, մարդկանց բռնադատելու, մարդկանց բանտերում փակելու կողմնակից է։ Դա իր էությունն է, ինքը Լուկաշենկո եւ Ալիև ուզում դառնալ։ Եվրոպայի խաղում որպես այնտեղից ինչ որ միջոցներ կորզի։ Որտեղ ընչակախց է։ Միջդեռ դրանք բոլորը ծանրանում են մեր վրա, չէ՞ քաղաքացիների վրա։ Պարոն Հայրիկյան, այդ Եվրոպան, Միացյալ Նահանգները չեն տեսնում այս աննախադեպ դուք եք խոսքում ասացիք նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, բայց մարդը որ խոսում է ժողովրդավարությունից, բան Միացյալ Նահանգները, Եվրոպան չեն տեսնում ինչ ժողովրդավարություն։ Տեսնում են, օրինակ ես շատ բան եմ տեսնում, փողոցով քայլում եմ, տեսնում եմ, որ այնտեղ մի կատաղած շուն հաչում է։ Անցնում եմ, ուշադրություն չեմ դարձնում, բայց երբ տեսնում եմ, որ այդ շունը ինչ որ կատվի է վնասում, վրա եմ տալիս, ասում եմ խելոք մնա։ Հիմա տեսեք, ինչ այդ բոլոր պետությունները ունեն իրենց բազմաթիվ խնդիրները։ Տեսեք, մենք հայերս բազմաթիվ խնդիրներ ունենք, եւ եթե այս խնդիրների պայմաններում Հայաստանի, ասենք, արտգործնախարարը ասի, որ մենք պիտի միջամտենք այսինչ պետության, այսինչ գործերին, Հայաստանի բնակչության կեսը կասի մեր ինչին է դա պետք։ Վստահ եմ, մանավանդ եթե դրանք ծախսերը պահանջեն։ Այնպես որ մենք պիտի մեր մասին խոսենք, իսկ մեր մասին խոսելիս հիմա դիմում եմ Հայաստանի այն քաղաքական գործիչներին, ովքեր մեր սիրելի Մարիամի քննադատությունների հետ համամիտ են, համախոհ են, համաձայն են, դիմեմ նրանց ու ասում. դուք ծրագրում եք բոլորդ առանց բացառության, ոչ ոք չի ծրագրում այսօր միավորվել սահմանադրական շարժման շուրջը եւ 3 ամսվա ընթացքում Հայաստանում իրավիճակը փոխել։ Այն ժամանակ կտեսնեք, թե ինչպես Հայաստանի բոլոր հարցերով ոչ միայն կհետաքրքրվեն, այլ կձգտեն Հայաստանի օրինակը վերցնել։ Լավ, սահմանադրականի հետ համաձայն չեք, ձեր մակարդակը չի բավարարում դրա համար։ Դուք ասում եք, որ նախապատրաստվենք ընտրություններին։ Դուք նախապատրաստում եք հերթական խայտարակությունն ու պարտությունը ոչ միայն ձեզ համար, այլ իրական ժողովրդավարության համար, որովհետև այս սահմանադրությամբ, այս ընտրական օրենքներով ընտրության գնալը նշանակում է վավերացնել, եւս մեկ անգամ օրինականացնել աշխարհի ամենավատ սահմանադրությունը, ժողովրդին բռնադատող։ Մանավանդ գիտեմ, որ ինչպես ինքը իր բոլոր քայլերով իրեն բացահայտում է, բայց դա պարզվում է անգետների համար դա էական չէ։ Իրենք շարունակում են մնալ անգետ։ Եվ ես հատուկ ճիք եմ գործադրում, որ այս հանդիպումների չխուսափեմ ուղի եթեր երբեմն դուրս գամ, որովհետև կա, չէ, ասույթ, ասում է խոզերի առաջ մարգարիտներ շաղմի տվեք։ Ես հատուկ ճիք եմ գործադրում, որ խոսեմ ամեն դեպքում ասեմ իմ ասելիքը։ Հիմա տեսեք, եթե դուք ուզում եք ընտրություններով փոխել իրավիճակը, դա նույնպես ձև է, բայց ընտրությունները 6 ամիս հետո են։ Ուրեմն Հայաստանում այսօր վիճակն այնքան լավ է, որ դուք դեռ ուզում եք եւս 6 ամիս այս վիճակը պահպանել, մինչդեռ եթե դուք կանգնեիք իմ կողքին չէ, քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարի օգտին, մենք ընդհանրապես ամենաշատը 3 ամսում կունենայինք արդեն ընտրություններ, ուղղակի վարչապետի ընտրություններ, որոնցում բացառվում է, որ որևէ ապիկար անցնելու դեպքում էլ կլիներ իրենից անկախընտրված ազգային ժողով, որը կվերահսկեր։ Այսինքն իշխանության ճյուղերի տարանջատում եւ հակակշռում կարող է գործել։ Իսկ եթե ուզում եք անպայման ընտրությունների գնալ, այդ ձևն էլ նախապատրաստեք, մշակեք, բայց ես մի բան եմ ասում։ Հայ իրականության մեջ չկա ինձնից ավելի հին գործիչ։ Հայ իրականության մեջ չի եղել վերջին մի քանի 100 տարում ինձնից ավելի արդյունավետ գործիչ։ Իհարկե շնորհիվ թեկուզ կար ժամանակով հատվածաբար ինձ հետ աշխատած ընկերներիս, դրանք եղել են մի քանի 100-ը, բոլորին շնորհակալ եմ։ Նրանց ովքեր մի տարի են կողքից կանգնել, նրանց ովքեր 10 տարի են կանգնել, բոլորին երախտապարտ եմ, որովհետև Աստված եթե ինձ բեռը տվեց եւ աջակիցներ եւ ինչ փուլ էլ աջակցել եք շնորհակալ եմ։ Ուրեմն այդ գործիչը, որը նաեւ միակն է վերջին 100-ամյակներում, որ ծրագիր է մշակել եւ ժողովուրդը դա ընդունել է ու դարձել է կյանքի հիմնական մասը, պետականության վերականգնումը, այդ մարդն ասում է. համախմբվում եք իմ շուրջը։ Ես վարչապետ չեմ դառնում։ Ինձ աթոռ պետք չի, ես այնքան գրելու գործեր ունեմ, 2 հատորը պատրաստել եմ, արդեն տպագրել եմ։ Առնվազն 2 հատոր ազատության ճանապարհի բանտերում դրանք պատմական գործեր են եւ շատ ընդգրկուն համաշխարհային ընդգրկման, որովհետեւ
ուզես թե չուզես, այնտեղ անդրադառնում ես նաև սովետական միության ժողովրդավարական շարժումների առաջատար դեմքերին, սկսած Սախարովից վերջացրած Էդի Կուզնեցովով կամ Վասիլ Ստուս։ Ուրեմն ես ասում եմ, համախմբում եք իմ շուրջը, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, շատերը ձեզ չեն սիրում։ Ես էլ ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք չունեմ, բայց ունեք ամեն մեկը 5%, միևնույն է, դուք էլ եք գալիս, բոլորդ համախմբում եք իմ շուրջը, միասնական ճակատ ենք ստեղծում, բայց հիմքում պիտի լինի մի բան։ Առաջին ստրատեգիական խնդիրը քաղաքացիներին երկրի տերն ենք դարձնում, զուգահեռաբար հեռանում է այս խառնակիչը, այս պղծությունը, զուգահեռաբար մենք դառնում ենք կրկին վարկանիշ ունեցող ժողովուրդ։ Այսինքն համախմբում ենք, միասին նաև առաջադրում ենք ժամանակավոր կառավարություն, միասնաբար էլ կորոշենք ով լինի այդ ժամանակավոր կառավարության, մի 3 ամսով պիտի լինի այդ ժամանակավոր կառավարությունը, մինչև որ կունենանք իսկապես բացարձակ ժողովրդավարության սահման։ Սա էլ այդ ճանապարհն է, այսինքն ես բոլոր ուղղություններով մտածում եմ ու պատրաստ եմ, դեռևս պատրաստ եմ օգտակար լինել, թե չէ կարող է մի օր ձեր սիրած այն մեծ զորավարի մասին, որ ասում եք շատ եք սիրում իրեն, այդ մեծ զորավարի նման, բայց ես նեղանալ չգիտեմ ինչ բան է։ Ամեն դեպքում ասեմ Աստված ձեզ հետ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չեն տալիս, բայց առայժմ ես փորձում եմ օգտակար լինել։ Ամեն դեպքում վերջին հարց նորից գալով մեր մայրաթորին, մեր եկեղեցուն, պետք է կանգնել ձեր կոչը, ամեն ձևով պետք է պաշտպանել մեր եկեղեցին։ Ես ասացի հիմնական պաշտպանության ձևը, հիմնական պաշտպանության ձևն այն է, որ Քաշ Նազարի բախտով Սերժ Սարգսյանի անխոհեմության, եսակենտրոնության հետևանքով ստեղծված սահմանադրությունը վերացնել եւ նրան զրկել ես լծակներից, ունենալ հակակշիռ։ Դա ստրատեգիական լուծումն է, ռազմավարական լուծումն է։ Իսկ մասնավոր ամեն մարդ պիտի հասկանա, որ բացասականի դեմ ինքը պիտի անհատապես էլ արձագանքի, թե որպես կուսակցություն, թե որպես ապագա դաշինք, բոլորս պիտի արձագանքենք, այո, սա անթույլատրելի է։ Այո, քանի որ հոգևորականները նույնպես մարդիկ են, նրանք նույնպես կարող են սխալներ թույլ տված լինել, բայց մեծագույն սխալ, ծանրագույն հանցագործություն թույլ տված, Հայաստանի պետական իշխանությունը կոռուպցիոն հանցախումբ դարձրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի միջամտել բացարձակապես իրենից անկախ կառույցի գործերին։ Հոգևորականները կարող են հավաքվել, տեսեք, հավաքվել էին, գնացել էին Նիկոլի հետ հանդիպման, պիտի ինքնուրույն հավաքվեին, եթե սխալ բաներ են նկատում, դրանք բարձրացնեին իրենց հոգևոր կառույցում։ Եթե չեն էլ անում, ապա այդտեղ էլ որպես հայ մարդիկ մենք կարող ենք մեր մասնավոր գնահատականները տալ, բայց խոսքը մի բանի մասին է։ Դուք խոսում եք այսօրվա կոռուպցիոն հանցավոր ռեժիմի իրեն չվերաբերող ոլորտում ոտնձգություններ կատարելու մասին։ Ես դրա հիմնական լուծումն ասացի, որն է, հենց վաղվանից պիտի բոլորդ ինձ զանգարեք, չեք զանգարում, ուրեմն ողորմելի կամ գործականներ եք, կամ տգետներ եք, կամ էլ եսակենտրոն չգիտեմ ինչեր։ Տեսեք, ես ասում եմ, չէ՞։ Այդ բոլոր գործերն անում ենք, բայց առանց ինձ համար որևէ հավակնության։ Ես առավելագույնը, որ պատրաստ եմ անել ու կարող եմ անել, դա վարչապետի գլխավոր խորհրդական լինելն է։ Այն էլ սահմանադրության հարցերով։ Մնացյալը թողնում եմ ձեզ, էլի ձեզ եմ թողնում, բայց պիտի միասին աշխատենք։ Ես եմ շնորհակալ։